Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ դատախազություն հաղորդում են ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, նրան մեղադրելով քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու եւ հայ առաքելական եկեղեցու գործերի միջամտելու համար։ Նրանց կազմած փաստաթղթում նշվում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունը նախաձեռնել է գործողություններ, որոնք նրան գնահատում են որպես ճնշում քաղաքական ընդդիմախոսների եւ իշխանությանը հակադրվող կառույցների նկատմամբ։ Այս ճնշումները հիմնականում ուղղված են հայ առաքելական եկեղեցու, կաթողիկոսի, բարձրաստիճան մի շարք հոգևորականների եւ նրանց ընտանիքների, նաեւ գործարար Սամվել Կարապետյանի ու եկեղեցուն աջակցած այլ գործիչների դեմ։ Հայաստանի իշխանությունը խախտելով սահմանադրության եւ օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ եւ ինքնաիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպան գործերին, խախտում մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության սկզբունքը։ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում նշված խախտումների համար, քանի որ հենց նա է ղեկավարում, կազմակերպում եւ իրագործում է վերոնշյալ հանցագործությունները։ Մենք դատախազությանը կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել սահմանադրական եւ օրենսդրության շրջանակում քրեական պատասխանատվության կանչելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա բոլոր հանցակիցներին։ Ամիսներ առաջ իշխանության թիրախում էր նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը սկսվեց բուռն քննարկվել հայկական Wikileaks անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքի հրապարակած ինտիմ բնույթի տեսագրությունից հետո, որը իշխանությունը վերագրում էր Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթով Արշակ Սրբազանը տուժող չի ճանաչվել։ Փաստինֆոյի հետ զրույցում հայտնել է Արշակ arczepiskopos Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Վարույթը նախաձեռնվել է, նախաքննությունն իրականացվում է անձի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով։ Մինչդեռ, եթե Արշակ Սրբազանն ասում է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում։ Արշակ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից, իր եւ եկեղեցու նկատմամբ թշնամանք եւ ատելություն տարածելուց, այսինքն Արշակ Սրբազանի նկատմամբ եղել է ատելության տարածումը։ Հորդորել ենք, որ այս ուղղությամբ քննությունն իրականացվի։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները երեկ այցելել են Արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական հիմնարկ հանդիպելու այնտեղ պահվող Լիդիա Մանթաշյանի հետ։ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ առանձնազրույցի ընթացքում Մանթաշյանը որևէ բողոք չի ներկայացրել ոչ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ոչ էլ պահման պայմանների վերաբերյալ։ Սակայն ըստ գրասենյակի նա մտահոգություն է հայտնել արդեն երկար ժամանակ իր նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության մասին։ Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ մնալ, մարդու իրավունքների պաշտպանը, պահպանելով կոնկրետ գործով դատարանի գործունեությանը չմիջամտելու պահանջը, այդուամենայնիվ հարկ է համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ անգամ իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում նշված հարցին, հաշվի առնելով, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը եւ առաջացնել այլ համակարգային խնդիրներ։ Իդեպ Լիդիան ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից։ Նա գրել է, որ ում դատարանը ազատ է արձակել, արգելել է գնալ մարդաշատ վայրեր։ Նրա խոսքով պարզ է, որ խոսքը մարդաշատ զորամասերի, մարդաշատ բժշկական կենտրոնների, մարդաշատ հարսանիքների եւ այլ վայրեր այցելելու մասին չէ, այլ հենց հանրահավաքներին չմասնակցելու մասին է։ Եվ հոգևորականների, եւ իմ, եւ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը ի թիվս այլ նպատակների մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզ եւ մյուս այլախոհներին։ Ուրախ եմ, որ չեք ահաբեկվել, իսկ ես այս 5 ամիսների ընթացքում ավելի ուժեղ եմ դարձել։ Շատ եմ ցավում, որ մեր պետությունը հայտնվել է այսօրվա վիճակում, երբ դատավորն առաջնորդվում է ոչ թե իր սեփական համոզումով, այլ կատարում է իրեն թելադրվածը։
Թրիփը շարունակում է մնալ տարածաշրջանային ուշադրության կենտրոնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անցկացված խաղաղության գագաթնաժողովից հետո հայտարարված Թրամփի երթուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կնպաստի միջին միջանցքի ամրապնդմանը։ Սա կարևոր է մրցակցության զարգացման եւ փոխադրողներին ավելի լավ պայմաններ առաջարկելու համար, այդպիսով մեր միջանցքն ավելի գրավիչ դարձնելով։ Մրցակցությունը միայն կամրապնդի դա։ Սա ինքնին տարածաշրջանային կայունության ազդանշան է, որը կնպաստի բոլոր մյուս տեսակի ներդրումների ընդլայնմանը, ինչպես միջանցքի շուրջ ենթակառուցվածքներում, այնպես էլ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ընդհանուր ներդրումների առումով։ Հետևաբար մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Պարզվում է, խաղաղության մասին խոսում են նաև Բաքվում։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք գնացել էին Ադրբեջանի մայրաքաղաք, այնտեղ հանդիպել են Ալիևի օգնական Հիքմետ Հաջիևի հետ։ Հաջիևը ըստ հայկական պատվիրակության վստահեցրել է, որ Հայաստանից որևէ պահանջ չունեն եւ պատերազմ չեն ուզում։ Նպատակն իբր ուղղված է բացառապես խաղաղության եւ երկխոսության զարգացմանը։ Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ընդգծել է, որ 5 գումարած 5 ձևաչափը փակ չի լինելու։ Նրա խոսքով նախաձեռնությանը կարող է միանալ այն մասնագետները, որոնք ունեն կառուցողական եւ նորարարական մոտեցումներ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Լինելու են տարբեր ձևաչափեր, տարբեր միջոցառումներ, որտեղ այդ թվում նաեւ անկախ, այդ թվում նաեւ այլ կարծիք ունեցող փորձագետները ներգրավելու են եւ հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց առաջարկները եւ պատկերացումները։ Երկրորդը դա մեդիա ոլորտն է։ Մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի լրատվամիջոցները եւ Ադրբեջանում եւ Հայաստանում հնարավորինս նպաստեն կարգավորման գործընթացից, դա չի նշանակում, որ իրենք պետք է ինչ-որ խնդիրներից խուսափեն։ Չհեռանալով անվտանգային ոլորտի թեմաներից ուշադրություն դարձնենք մեկ այլ կարևոր նախագծի վրա, որը գործող իշխանությունը համարում է հրատապ, իսկ ընդդիմությունը հապճեպ եւ չհաշվարկված քայլ, որը կարող է խարխլել մեր պետության անվտանգության հիմքերը։ Մինչ Ադրբեջանը շարունակում է զինվել եւ ավելացնում է ռազմական բյուջեն, պաշտոնական Երևանը ոչ միայն կրճատում է ռազմական ոլորտի բյուջեն, այլ պարտադիր ծառայության ժամկետը, այն դարձնելով 1.5 տարի։ Ազգային ժողովում հենց այս նախագիծն է քննարկվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ծառայության ժամկետի կրճատումից հետո մարդկային ռեսուրսը միայն կավելանա, եւ սա չի ազդի բանակի մարտունակության վրա։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նիստին քննադատել է նախագիծը, ընդգծելով, որ այն ներկայացնում են շտապողականությամբ եւ առանց ամբողջությամբ գնահատելու անվտանգային ռիսկերը։ Պատգամավորի կարծիքով անհրաժեշտ է հրապարակել, թե 1 տարվա ընթացքում միջին հաշվով 1 զորակոչի ընթացքում որքան մարդ է համալրում զինված ուժերը։ Սա ըստ պատգամավորի թույլ կտա հանրությանը գնահատել նախարարության ներկայացրած թվերն ու ծրագրերը։ Մի հակասական իրավիճակ է ստեղծվում։ Գնդում սկսած զորամասի հրամանատարից մի շարք պայմանագրային ծառայողներից, այդ թվում սպաներ կամ պաշտպանը հայրենացով ներգրաված անձանցից, մոտապես ունենք այն պատկերը, ինչ որ դուք ներկայացնում եք վիճակագրությամբ։ Պայմանականորեն 60-40, այսինքն 60% կամ ավելին դրական գնահատական ստացած։ 65, հա։ Բայց հիմա տեսեք, օրինակ
Պաշտպանության նախարարության վերահսկողական ծառայությունը գնում է այն հայտնի, ինչպես ասում են, գրտե քննություն անցկացնում, գունդը ստանում է 2։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է զորամասի հրամանատարը, հիմնական տեղակալները, գումարտակի հրամանատարը, մեծ թվով զինծառայողներ, 65%-ը ստացել են դրական գնահատական, բայց գունդը ստանում է 2։ Հիմա ես ինչ եմ նաև այս թիվը հիմա այս բանը հիմա հնչեցնում, որովհետև ինչ ատեստացիա մասին օրենքը մտել է, վստահ եմ դուք հիշում եք, ես բազմաթիվ նաև գրավոր առաջարկներ պաշտպանության նախարարությանը ներկայացել տարբեր չափորոշիչների մասով, եւ երբ որ պաշտպանության նախարարությունը դա հանրության ներկայացնում է որպես արդյունք, որտեղ առաջին հայացքից այո, նայում ես, ասում ես դինամիկա ունի որոշակի աճի, թեև ես բավարար դա չեմ համարում, բայց դինամիկա է երևում։ Բայց տալիս են գունդ, որտեղ մեծ թվով զինծառայողներ դրական գնահատական են ստացել, բայց գունդը քննությունը ստանում է ընդհանուր քննությունը ստանում է 2։ Սա կարծում նաև պաշտպանության նախարարության համար պետք է լինի մտահոգիչ եւ հատկապես այն տեսանկյունից, որ պետք է հասկանանք, մենք ինչ չափանիշ ենք դնում, որ կարողանանք ճիշտ գնահատենք եւ զորամասը որպես ստորաբաժանում եւ մարդկանց հրամանատարական պաշտոնի եւ այլն։ Եվ դրա համար այս տեսանկյունից կարծում եմ, որ երբ որ մենք ատեստացիայի նաև գործընթացն ենք ներկայացնում դրա ձեր ներկայացած դրական համատեքստում, այստեղ կան խորքում նաև մեծ թվով խնդիրներ, որոնք այդ չափորոշիչներով ներկայացված են եւ ամբողջությամբ իրավիճակը չեն արտացոլում։ Միջազգային լրահոսից։ Թուրքական խորհրդարանական հանձնաժողովի այն պատվիրակությունը, որը վերահսկում է քրդական աշխատավորական կուսակցության խմբավորման զինաթափման գործընթացը, առաջին անգամ այցելել է դրա հիմնադիր եւ արդեն 26 տարի ազատազրկված Աբդուլլա Օջալանին։ Խորհրդարանի խոսնակի հայտարարության համաձայն Ստամբուլի մերձակա բանտում կայացած հանդիպման ընթացքում պատվիրակությունը Օջալանից հարցրել է խմբավորման լուծարման եւ զինաթափման գործընթացի, նաեւ Սիրիայի կառավարության եւ սիրիական դեմոկրատական ուժերի հետ ձեռք բերված համաձայնագրի իրականացման վերաբերյալ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ժնևում կայացած ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո առաջին անգամ անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրի շուրջ վերջին զարգացումներին, գրելով. Արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում իրոք մեջ առաջընթաց է արձանագրել։ Չհավատակ, քանի դեռ չեք տեսել դա սեփական աչքերով, սակայն հնարավոր է, որ լավ զարգացումներ լինեն, գրել է Թրամփը։ Այս օրերին շրջապատում կարծես բոլորը կամ հազում են, կամ բարձր ջերմություն ունեն, կամ պարզապես գանգատվում են գրիպի ախտանիշներից։ Դա պատահական չէ։ Հայաստանում սկսվել է սեզոնային շնչառական վարակների հերթական ալիքը։ Մեծ հետ զրույցում բժիշկ համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանը նշել է, որ հիվանդությունը հաղթահարելի է, եթե մարդիկ հետևեն կանխարգելիչ հիմնական կանոններին։ Խաչատրյանը զգուշացնում է, ինքնաբուժումը կարող է վտանգել առողջությունը, հատկապես երբ չարաշահում ենք հակաբիոտիկները։ Մասնավորապես թիրախային խումբը երեխաներն են, որոնք վարակվում են մանկապարտեզում, դպրոցում կամ բակում խաղալիս։ Ինչպես կարելի է կանխարգելել դրանք, մասնագետի հետ զրուցել է Անի Աբաղյանը։ Պայմանավորված եղանակով բատողանները փակվում են, չինո թափողվում, երեխաները շփվում են եւ այդ շնչառական վարակների մասնիկները այսպես ավելի ոնց որ սկսում են ավելի հեշտությամբ փոխանցվել մեկին մյուսին, այդ դրանով պայմանավորված եւ իհարկե փոքր երեխաներին նաեւ շնչառական համակարգի առանձնահատկություններով պայմանավորված, եթե ախտանշաններ ունեն, մնան տանը, չզբաղվեն ինքնաբուժմամբ, դիմեն կամ մանկաբույժին, կամ տեղամասային բժշկին, կամ ընտանեկան բժշկին եւ անհարկի հակաբիոտիկներ չընդունեն, բուժում ինքնուրույն իրենց չնշանակեն, որովհետեւ բուժումը ցուցված է կոնկրետ ուրեմն դեպքերում եւ դա պիտի նշանակի կոնկրետ բժշկի կողմից։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ, այնպես որ կարող եք վայելել աշնանային վերջին շաբաթը։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 14-ից 16, իսկ երեկոյան 2-ից 4 աստիճան տաքություն։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բոլորին արդյունավետ աշխատանքային օր։